Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 30-ն է եւ այս հաղորդման մեջ կրկին հիմնականում միջազգային կարևոր հարցեր են քննարկելու, Հայաստանի շուրջ մեծ հաշվով քննարկելու ոչինչ չկա, չնայած որ հարևան երկրներում որոշակի process-ներ են տեղի ունենում, հատկապես Թուրքիայում, երեք մենք խոսել ենք այդ մասին, նաեւ մենք կանդրադառնանք հեռախոսազրույցներին Թուրքիայի եւ Իրանի նախագահների միջև, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների միջև։ Սակայն նախքան հաղորդումը սկսելը, կրկին հիշեցնեմ լայքերի համար, դա չափազանց կարևոր է յուրաքանչյուր մեր տեսանյութի հաղորդման տարածման համար։ Նախապես շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուր մեկին։ Այսօր նաեւ գիտենք, որ Գյումրիում տեղի ունենում քաղաքապետի ընտրություններ։ Ես ասել եմ, որ չեմ հիմնականում անդրադառնում ներքաղաքական հարցերի եւ ընտրությունների, բայց կրկին հույս եմ ուզում հայտնել, որ Հայաստանում կհաղթանակ տանեն, կապ չունի կոնկրետ ով, բայց լավ կլինի շատ ավելի, որ հաղթանակ տանեն ժողովրդավարական ուժերը եւ ոչ թե նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որոնք որ ցանկանում են, որ Հայաստանը վերածվի գուբերնիայի։ Եվ ես փորձում եմ այնուամենայնիվ մնալ իմ խոստումին հավատարիմ եւ քիչ քննարկել ներքաղաքական հարցեր։ Դա վերաբերվում է նաև Վրաստանին, միջայլոց շատերն են գրում մեկնաբանությունների մեջ, իսկ Վրաստանում ցույցեր կան թե չկան, կարճ կասեմ, ինչ որ ցույցեր միշտ էլ տեղի ունենում են, տարբեր տեսակի ցույցեր, այդ մասշտաբի ցույցեր այս պահի դրությամբ չկան, բայց կրկին հիշեցնեմ, որ չեմ ցանկանա Վրաստանում ներքաղաքական հարցերը քննարկել, քանի որ այստեղ եւս շատ է այդ սպիտակների եւ սևերի, ինչպես որ Հայաստանում է ասում, սպիտակների եւ սևերի են վերածվել, այսինքն բավականին լուրջ լարված է քաղաքական մթնոլորտը, բավականին լուրջ ծայրաստիճան լուրջ մեղադրանքներ կան, այսինքն թշնամական վերաբերմունք իշխանությունների եւ ընդդիմությունների միջև, այդ իսկ պատճառով որևիցե կողմ բնականաբար չենք ցանկանում մենք հանդիսանա, քանի որ մեր աշխատանքը ընդհանրապես մեծ հաշվով կապ չունի Վրաստանի հետ, մեր հիմնական ուղղությունը Հայաստանն է եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցողը Վրաստանի մասով եւս արտաքին քաղաքական անվտանգությունն է մեզ համար շատ կարեւոր, այսինքն մենք հիմնականում անդրադառնալու ենք արտաքին քաղաքական կարեւոր հարցերին եւ ավելի կարծում եմ նաեւ պրոֆեսիոնալ կլինի, որպեսզի մենք այդ ձև մոտենանք հարցին, դրանից բացի մեր ընկերները Հայաստանից, նաեւ Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ, մեր հայրենակից պատգամավոր Շիրակ Թորոսյանը եւս մեզ միշտ հորդորել են հայ-վրացական հարաբերություններից միշտ չափազանց զգույշ լինենք, որպեսզի չվնասենք այդ հարաբերություններին, քանի որ հիմա ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում հայ-վրացական հարաբերությունները, իսկ մեր նպատակն էլ իրականում այն է, որպեսզի մենք փորձենք նպաստել հայ-վրացական հարաբերություններին, այդ իսկ պատճառով ճիշտ չի լինի, որպեսզի մենք մեր հաղորդումների ընթացքում խորանանք Վրաստանի ներքաղաքական գործընթացների մեջ։ Այսքանը նաև Վրաստանի մասով, քանի որ միշտ մեկնաբանություններ էի գրում, ուզում եմ որպեսզի անկեղծ լինեմ ձեզ հետ, որ ճիշտ կլինի քիչ ավելի եւ հնարավոր է նաև ընդհանրապես եթե ստացվի չանդրադառնանք Վրաստանի ներքաղաքական հարցերին։ Ինչ վերաբերվում է հայ-վրացական հարաբերություններին, ապա մեծ հաճույքով միշտ կանդրադառնանք, միշտ կխոսենք այդ մասին հայ-վրացական հարաբերություններից եւ նաեւ աշխարհակաղակական տարբեր գործընթացներից, process-ներից, որոնք որ կատարվում են մեր տարածաշրջանում։ Եվ ինչպես արդեն նշեցի, սկսում ենք մեր տարածաշրջանից, երեք հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, հնարկել են տարածաշրջանային եւ երկկողմ հարցեր, եւ Էրդողանը կրկին հիշել է երկու պետություն մեկ ազգի գաղափարը եւ ասել է, որ այդ գաղափարը պետք է իրենք ամրացնեն։ Սա շատ կարեւոր է ֆիքսել եւ հասկանալ, որ այդպիսի հայտարարություններ են արվում Թուրքիայից։ Եվ դրանից բացի հեռախոսազրույց է ունեցել թուրքական եւ իրանական կողմը, նախագահները Էրդողանը եւ Փեզեշքյանը միմյանց հետ հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել են նաեւ տարածաշրջանին վերաբերող հարցեր։ Դե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել տարածաշրջանին վերաբերող, ես գրեթե համոզված եմ, որ Հայաստանին այդ հարցերը միանշանակ առնչվել են, բայց քանի որ մանրամասն տեղեկություններ մենք չունենք, չենք կարող կոնկրետացնել, թե ինչ
ինչ հեռախոսազրույց է եղել դա, եւ այն էլ այս պահին, երբ որ երեք Թուրքիայում տարբեր տվյալներով 2.200.000 մինչև 2.5 միլիոն իշխանությունները բնականաբար Թուրքիայի այլ թիվ են ներկայացնում, բայց բավականին մեծամասշտաբ հանրահավաք ցույց է եղել երեք Ստամբուլում, ինչի մասին եւս մենք մանրամասն քննարկել ենք մեր նախորդ հաղորդման ընթացքում։ Ուկրաինայից մենք երեք նույնպես մանրամասն խոսել ենք, մեծ հաշվով որևիցե նորություն չունենք ասելու, օրը կիրակի է, երևի վաղ ավելի հետաքրքիր տեղեկություններ լինեն Ուկրաինայի մասով, Դանիայի եւ Գրենլանդիայի մասով կան հետաքրքիր զարգացումներ։ Երեք օրինակի համար Դանիայի արտգործնախարար Ռասմուսենը հայտարարություն է արել Ամերիկայի հետ հարաբերությունների մասով եւ այդտեղ ինչ-որ միտեղ նաեւ մեղադրել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ 1951 թվականից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենք են Սառը պատերազմի ավարտից հետո եւ սովետական միության փլուզումից հետո իրենք են սկսել թույլատրել իրենց դիրքերը Գրենլանդիայում, եւ եթե նախկինում ունեին 17 ռազմակայան Ամերիկայի Միացյալ Նահանգները Գրենլանդիայում եւ 10,000 զինվորական, ապա ներկա պահին ընդամենը 200 զինվորական են ամերիկացի մնացել Գրենլանդիայում եւ ինքը կոչ է անում արտգործնախարարը, չնայած ինչ-որ միտեղ նաեւ մեղադրելով Վաշինգտոնին նման հռետորաբանության համար, նույն ժամանակ կոչ է արել համագործակցել անվտանգությունը ամրապնդելու համար։ Հիշեցնեմ, երկու օր է J.D. Vance-ը փոխնախագահ, ինչպես նաեւ Թրամփը մեղադրում են Դանիային, որ Դանիայի պատճառով Գրենլանդիայի անվտանգությունը թուլացել է, եւ դա սպառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Նաեւ խոսք կար այն մասին, որ հիմա նավատորմը եւս ամրապնդելու են Գրենլանդիայի շուրջ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարություն է արել, որ Գրենլանդիան 100%-ով կմիացվի Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ինքը կարծիք է հայտնել, որ ամենայն հավանականությամբ դա ուղղով տեղի չի ունենա, բայց նույն ժամանակ նա նշել է, որ ոչինչ չեն կարող բացառել։ Այսինքն այսպիսի հայտարարություններ կան, սակայն ընդհանուր ֆոնը, տարբեր հայտարարությունների ընդհանուր ֆոնը այնպես է ստացվում, որ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող են ուղղակի ավելացնել իրենց ռազմական ներկայությունը Գրենլանդիայում, հստակ ասելով, որ եթե Գրենլանդիայում չավելացվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորականները, անվտանգությունը Գրենլանդիայի չավելանա, ապա դա լուրջ սպառնալիք է դառնալու Ամերիկայի Միացյալ Նահանգների անվտանգության, ազգային անվտանգության։ Նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ սկանդալը սիգնալի հետ կապված, որտեղ որ չաթում պաշտպանության նախարարը եւ Թրամփի թիմը քննարկում էին, թե ինչպես հարվածներ են հասցնելու Եմենին, գիտեք այդ մասին, արդեն քանի օր է այդ սկանդալը լուրջ քննարկվում է, սիգնալը ուղղակի ծրագիր է, հեռախոսային ծրագիր, որը որ չնայած որ բավականին պաշտպանված է, բայց այնուամենայնիվ հասարակական նշանակություն ունի եւ հատուկ չի ստեղծված, որպեսզի մարդիկ օգտագործեն ինչ-որ գաղտնի չաթերի համար, պետական ամենայն դեպս չաթերի համար այն չի օգտագործվում։ Եվ հիմա Թրամփը ասում է, որ ոչ ոքի ինքը չի պատրաստվում ազատ արձակել աշխատանքից այդ սկանդալի պատճառով, չնայած որ բավականին լուրջ սկանդալ է դա։ Նրանից բացի, ինչպես հաղորդում է Այլ Արաբիան, այս գիշեր Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենալուրջ ավիահարվածներն են հասցրել Եմենին, այսինքն այս վերջի շրջանում ամենալուրջ ավիահարվածներն են հասցվել Եմենին եւ բավականին լուրջ Ամերիկայի Միացյալ Նահանգները տրամադրված հիմա Եմենի հութիների հարցի լուծման մասով։ Դրանից բացի կան բանակցություններ նաեւ Համաս տերորիստական շարժման հետ Ամերիկայի Միացյալ Նահանգները բանակցում են եւ Համասը փաստացի Եգիպտոսին եւ Կատարին է փոխանցել, որ ինքը համաձայն է Ամերիկայի Միացյալ Նահանգների պահանջներին եւ համաձայն է 50 օրով դադարեցնել կրակը Գազայի շրջանում, չնայած որ Իսրայելը նաեւ Գազայի մի շրջանում սկսել է արդեն ցամաքային նույնիսկ օպերացիա։ Հիմնականում սրանք են, սիրելի հայրենակիցներ, միջազգային կարևոր ակտուալ նորությունները այս պահի դրությամբ։ Նշեմ, որ օրը կիրակի է եւ երեկվա հաղորդումից հետո շատ տեղեկություններ չկան, բայց կարծում եմ, որ ամեն դեպքում այս հաղորդումը եւս ինչ-որ չափով հետաքրքրական էր ձեզ համար։ Հաջողություններ եմ մաղթում բոլորիդ, ցտեսություն, կհանդիպենք։